գիտակ, որ քանի որ համազատության մեջ եմ եղել, չեմ կարացել ներկանանց շնորհավորը, ուզում եմ միանցյակի համար ստեղ գտնված Հայաստանի Հանրապետությունում հայրենիքից դուրս բոլոր հայ մայրերին, հայ քույրերին շնորհավորել կանանց միացյակի առիթով ցանկանալ, որ իրոք հերոսներ ծնկել քույրեր հայրենիքի համար պիտանի ժառանգներ։ Շնորհակալություն։ Խաղանման միջոցի վերաբերյալ երբեմն եք ասել եք, կարող եք նաև դարձ։ Ճիշտ ասած, իրավական կողմից հաստատաները շատ լավ ներկայացրեցին, ես ունեմ մի երկու բան ասելու։ Այն ներադրանքը, որ չնայած անցած այդ խաղանման միջոցների ժամանակ այդ մասին խոսել եմ, բայց ուզում հարկ եմ համարում հիմա ասել, այն ներադրանքը, որ կեղծ ներադրանքը, որի համար ես 6 ամիս ազատությունից հետված եմ, կեղծ ներադրանքը նաև փաստում են այն վկաները, իբր թե ներադրողի կամ բանիկնակնացնող մարմնի կողմից ինձ վերագրվել է իրանք անգամ ասել այդ վկաները։ Ես ընդամենը անազատության մեջ եմ հայրենիքս շատ սիրելու համար, հայրենիքս պաշտպանելու համար, հայրենիք նվիրելու համար մարդկանց, որովհետև 90-ականներին մենք ենք հայրենիքը ծնել և նվիրել մարդկանց, ովքեր կրթություն են ստացել, ովքեր ամուսնացել ու երեխաներ են ունեցել այս երկրում։ 2022 թվականին ապրիլ-մայիս ամսին էր ադրբեջանական ալիքներով ցույց տվեցին ինձ և այդ ժամանակ հայտնեցին իբր ես ռևանշիստ եմ և տերորիստ եմ, որ ուզում եմ իշխանությունը վերցնել, որպեսզի հարձակվեմ Ադրբեջանի վրա։ 2022 թվականին։ Երբ որ կարդում ենք այս մեղադրանքը, ոչ մի բանով չի տարբերվում։ Ադրբեջանի ասած, եթերով ասած, իրանց վերսիայի։ Փաստորեն 2 տարի անց մեր իրավապահ մարմինները, ովքեր պետք է ես լինելով իրավագետ, տարբեր երկրներում շրջելով, գիտեմ, որ քննիչները, բարոյ իրականացնող մարմինները հացավապես արդար քննություն տան։ Բայց ես այդպիսի բան չտեսա, որտեղ զուտ ենթադրություն, որոնք որ ենթադրում էին այդ մարդիկ իմանալու մասին, իրենք նաև հստակ ասում էին, որ ես դեմ եմ արտահայտվել այդ խոսակցությանը, պատերիտակի խոսակցությունը, երբ որ ինձ ասեցին, ես դեմ արտահայտված, չի կարող նման բանի, ես անձամբ դեմ եմ դուրս տալու այդ մարդկանց, ովքեր փորձեն իմ ծնած հայրենիքի մեջ զենք բարձրացնել։ Այս փաստը բարոյ իրականացնող մարմինը և մեղադրող կողմը այս փաստը մի կողմ առնում, ինչ որ մարդկանց անհասկանալի ծագում ունեցող, միգուցե այս մարդիկ չեն խորաց են, միգուցե դա Ադրբեջանի այն գորշ գայլերի, որոնց 93 թվականին մենք հաղթել ենք Արցախի ազատագրման ժամանակը, միգուցե դեպից ծնված խոսույթ է։ Ընդամենը վերցրել են մի բան, չնայած ես կասեմ ինչա։ Ադրբեջանը քնած հայ իսպանովին հերոսացրեց։ Ինչ եք անում դուք։ Հարգելի մեղադրող։ Նրանք հերոսներ ծնեցին։ Չեղած բանը սարքեցին ու մարդկանց հերոսացրեցին, որպեսզի մատաղ սերնդրին ասեն, տեսեք հերոսները ոնց են ապրում, ոնց են լինում։ Ինչ է կատարվում մեր մոտ, հերոսներին ոչնչացնել։ Սա է ձեր նպատակը։ Վերցնել 6 ամիս մարդկանց ընդամենը կարծիքի համար զրկել եք ինձ ապրելու իրավունքից, իմ թորների հետ, 90-ական թվականներին հարգելի դատարան, մենք մեր երեխաներից ոչինչ չհասկացանք, եկավ ժամանակը, որ թորների հետ տվի ուրախանանք մեր այդ երեխաների ուրբուրանքը թորներից վերցնենք հիմա,
Այն երկիրը, որը որ մենք պահել ենք շատերը զոհվեցին, 90-ականների մասին եմ խոսում։ Երազելով ունենալ իրական հայրենիք, որտեղ կլինի արդարություն, արդարադատություն եւ սեր։ Չնայած ես հավատս դեռ չեմ գործել, որ արդարադատությունը կհաղթի կոնկրետ այս դեպքում։ Եվ արդարադատությունը ինչպես պատերազմի դաշտում լինում է առաջամարտիկ, որը որ իր հետևից տանում է զորքը, թեև ինքը զոհվում է։ Ես կարծում եմ, որ այսօր ժամանակն է իսկական արդարադատության մեջ, որ առաջամարտիկ է։ Վերջը, դիտում եք, թե չէ։ Ինչ է նշանակում կարծիքի համար մարդու կալանավոր են, մի հատ էլ ես ինչ ճամփադողով ճարտարախոսությունը ապացուցել իբր այդպես բաներ չի եղել։ Ոնց կարելի է հարգելի դատարան մարդկանց չճանաչելով հավաքագրել։ Հավաքագրման մասին ընդհանրապես թարապես խոսք չի եղել։ Տվյալ մարդկանց անունները որ կան, ես էլ պատմում չեմ։ Ընդհանրապես տեսնում երկու անգամ։ Որոնք եկել խնդրել են իմանալով, որ ես ունեմ մեծ կապեր դուրսը աշխատանք ունենալու կամում, եկել խնդրել են ասում գնացեք։ Եվ սա վերագրել են իբր հեղաշրջում համարի հետ հեղաշրջում անուկասի, դա դա քիչ եք պարզել։ Բայց առաջի օրը ես ինքս եմ հեռուստատեսությունում տեսել Մարիա Զախարովան, որ խոսած, Ռուսաստանին էիք կապում, որ են ռուսները փոխուր չեն, արիշին են, բուրցին են, ֆուլ են։ Քիչ կա։ Այդ ոնց է լավ է մարդկանցից մի անգամից, երբ որ Մարիա Զախարովը խոսեց, հետ քաշվեցիք, իրանք ուժեղ էին, ես էլ շատ կներեք Խանության նոխազդեի, կերս մեղադրանքներով 6 ամիս պահել բանազատության մեջ, զրկել 3 ամիս ընդհանրապես տեղեկություն ունենալու հարազատներս ողջ են թե ոչ, կամ ասենք մտածում եք, թե նկաների վրա պիտի ազդեմ ու մեջ բերում էին, թե իբր ինձ բանից զվարթոց օդանավակայանից են վերցրել։ Բա նկան ասում էր, երբ եք իրանց սկսել հարցաքննել, ես այդ ժամանակ իմանալով 2 անգամ երկրից դուրս եմ գնացել, Եվրոպա եմ գնացել, չէի գա, եթե մեղքը ես էի գործել, չէի գա, ու դու չեք կարել ինձ բերեիք ընդել, բայց ես եկել եմ նորից եմ գնացել, նորից եմ եկել, ումից թաքնել ձեզանից, իմ հայրենիքից, ումից թաքնում եմ, ստեղ նստած, տվեքը դուրս եկան կեքսը, սև հողազները, մեր թիկունքը թուրքը չի տեսնում, հարելն չեն տեսնում, մեր իմ հրամանատարս, իմ եղբայրս, ասելա, որ նվիրյալները չեն դավանաթողվում, այդ կարգախոսով մենք ավին, մենք նվիրյալ ենք մեր հայրենիքի, մենք նվիրյալ ենք մեր ազգի, մենք նվիրյալ ենք մեր պետության, եթե պետությունը մենք ենք կառուցել, մենք ենք շենացրել, ու կշենացնել, Աստված պահապանվի։